Տերյան ջան։ Հա, Սարգիս ջան, ողջույն։ Այդ ինչի Դիոնիսիոս բեր։ Չգիտեմ, էսին ան YouTube-ի էջի անունն է, հա։ Հա, Դիոնիսիոս Արուսվագով հետ կապված։ հա, պարզ է, լավ։ Չէ, ուղղակի որ իմանամ, էլի ով է։ Անին հələ մեզ չի լսում։ Անահիտը, ուր է Անահիտը։ Անահիտ ջան, լսում ես մեզ։ Հա, լսում եմ, բարև ձեզ տեր։ Ոնց եք։ Լավ, փառք Աստծո, դուք ոնց եք։ Լավ, շնորհակալ եմ։ Լավ, ժողովուրդ, Արտաշը լսում ա մեզ։ Այո։ Հա, ողջույն էլի բոլորին։ Ուրեմն Ժորժ ջան, այսօր իրականում շատ ընկալելու համար եւ աստվածաբանության համար ընդհանրապես շատ բարդ թեմայի մասին ենք խոսելու, փրկաբանության կամ սոտերոլոգիայի մասին։ Սոտեր բառը հունարեն բառ է, որ նշանակում է փրկիչ, եւ իհարկե այս մի հանդիպման ժամանակ շատ դժվար կլինի ամբողջ բովանդակությունը աստվածաբանական գիտելիքի էլի դրա վերցնել։ Դրա համար մենք միջև ամանոր, այսինքն մոտավորապես 3 այս դասը հանենք էլի, 3 անգամ բան կանենք, խոսենք սրա մասին, որովհետև մեր բոլոր զրույցների ընթացքում ընդհանրապես շատ դրա մասին հարցեր են լինում, փրկության, այս մարդը կարող է փրկվել կամ այս դեպքում կփրկվի, թե չի փրկվի եւ այլն, ու իրականում ինքը շատ շերտեր ունեցող աստվածաբանական բաժին է, իրանից ենթադրում։ Դրա համար մենք եթե դուք համաձայն եք, ես մտածեցի, որ լավ կլինի, որ մենք դրա մասին խոսենք ու նաև ձեր հարցերից, եթե դուք ունենաք, դրա մասին նաև խոսենք, այսինքն փորձենք ընդհանուր առմամբ հասկանալ, ուրեմն մի քանի տերմիններ կլինեն մեր զրույցի ժամանակ, դրանք հիմնականում արիստոտելյան կամ պլատոնական փիլիսոփայությունից եկած բաներն են, տերմիններն են։ Սոտեր բառը, փրկիչ, փրկություն բառն է հունարեն։ Ուզում եմ նշել, որ հայր մեր աղոթքի մեջ այլ փրկյազ մեզ իչարե, փրկել բառը մի քիչ իմաստային թարգմանություն է, որովհետև իրականում ազատել բայնը օգտագործվում հունարեն բնագրում, ուրեմն ոչ թե փրկել, այլ ազատել, եւ տեսեք, կուզեի նախ եւ առաջ մենք փորձենք խոսել ընդհանրապես բանի մասին, փրկության ընկալման մասին, ոչ միայն քրիստոնեության մեջ, այլ մեր կենցաղում, այսինքն երբ որ մենք ասում ենք փրկություն, ինչ ենք հասկանում մենք, ուրեմն նախ եւ առաջ, երբ որ ասում ենք փրկություն, մենք հասկանում ենք, որ մենք ինչ որ մի բանից պիտի փրկվենք։ Ուրեմն ինչ որ բանից փրկվելու համար մեզ պիտի վտանգ սպառնա, այսինքն ինչ որ մի բան մեզ պիտի սպառնա, որ մենք ինչ որ մի բանից փրկվենք, բայց շատ ժամանակ մեր կյանքում մենք սպառնալիքները չենք տեսնում, օրինակ, երբ որ մեզնից ոչ մեկը չգիտի, թե ասենք իրան ինչ է սպասվում հաջորդ քայլին, չենք տեսնում մենք վիրուսները, չենք տեսնում լիքը տարբեր բաներ, ու մեր սովորական կյանքում մենք չենք զգում, որ մենք ինչ-որ մի բանից փրկվելու կարիք ունենք, հա, թեկուզ սա խոսում եմ հիմա կենցաղային մակարդակի մասին, այսինքն պատկերացրեք, մենք ուղղակի առավոտը արթնանում ենք եւ այլն, բայց օրինակ մենք այն տունը, որտեղ որ արթնանում ենք, եթե ինքը բազմաբնականան շենք է կամ
սեփական առանձնատուն է եւ այլն, մենք չգիտենք օրինակ, որ հիմքում ճաքեր կան եւ այդ տունը կարա ամեն պահի օրինակ փլվի, հա, ու եթե փլվի մենք կմահանանք, ու մենք մեզ հանգիստ ենք զգում։ Ուրեմն փրկության ընկալումն է նախ եւ առաջ կարևոր մարդու համար, այսինքն առաջի բանը, որ մարդը ինքը հասկանա եւ ընկալի, որ ինքը պիտի փրկվի։ Բայց միջև այդ, եթե նկատեցիք, մենք այսօրվա մեր դասը աղոթքով չսկսեցինք, որտեղ ես ուզում եմ, որ մենք հայր մեր աղոթքը հիմա հունարեն ես կկարդամ, քանի որ հունարեն գիտեք բոլորդ, հունարեն չէ, հայերեն գիտեք բոլորդ, դե բովանդակությունը թարգմանելու խնդիր չի լինի, եւ քանի որ մենք հայրմերից ենք վերցնելու նաեւ շատ տերմիններ մեր փրկությունը հասկանալու համար, որտեղ հայր մեր աղոթքը ըստ էության նաեւ մեր փրկության ուղենիշները ցույց տվող աղոթք է մեզ համար։ Ուրեմն հունարեն հայր մերը հնչում է հետեւյալ կերպ, օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Pater hemon hoentois uranois agiasteto to onomasu, elteto e basileasu, geneteto to telemasu, honen urano kai epiteges. Ton arton hemon ton egiosion dos hemin semeron, kai afes heminta ophelemata hemon, os kai hemeis afiemen tois opheletais hemon, kai en eisen nekens hemas eis perasmon, ala rusai hemas apotu panerou. Ուրեմն բնագիր տեքստով, գիտեք մեզ հասած, սա հին հունարեն է, նոր հունարեն չի, բնագիր տեքստով գիտեք, որ մեզ հին հունարենով է հասել ավետարանը ընդհանրապես, եւ ինչպես տեսակ, ստեղ սոտեր բառը չկար, ինչի համար, որովհետեւ ազատելու խնդիրը կար, ոչ թե փրկելու։ Եվ ինչի է հենց ազատել բայը ստեղ հայր մեր աղոթքում օգտագործվում, որովհետև ենթադրվում է, որ մարդը, քրիստոնյան, ինքը գիտի, որ ինքը փրկության կարիք ունի։ Այսինքն հստակ գիտակցում է այն խնդիրներն ու այն դժվարությունները ու իր հոգևոր կյանքի մեջ Աստծո կարիքն է զգում մարդը։ Ուրեմն տեսեք, սա իրականում շատ կարևոր է հասկանալու համար, որովհետև երբ որ մենք հանում ենք մարդու գիտակցությունը իր փրկության վերաբերյալ, մենք միակողմանի գործողությանն ենք գալիս եւ որը շատ տարածված է արևելյան կրոններում, օրինակ բուդդիզմում, հինդուիզմում, սիկհիզմում, այսինքն մարդու որոշումները, մարդու կյանքը, մարդու բարոյական ընկալումները, մարդու գիտելիքները շատ մեծ կապ չունեն մարդու փրկության հետ։ Բայց քրիստոնեությունը մարդուն տալիս է շատ կարևոր դեր իր փրկության մեջ։ Այսինքն մարդը ոչ թե ինքը իրան է փրկում, պարզ ավելի լինելու համար, այսինքն մարդը չի կարող անել այնպիսի գործողություններ, որը մեխանիկորեն իրան փրկության կտանի, չէ, օրինակ շատերդ համալսարաններում սովորել եք, կան տենց դասախոսներ, օրինակ որ երբ որ դու սեմինարների ժամանակ պատասխանում ես բոլոր հարցերին, իրանք ավտոմատ կերպով քեզ, չգիտեմ, ստուգարքդ դնում են կամ քննությունդ դնում են եւ այլն։ Մեր դեպքում, փրկության դեպքում դա չի գործում։ Չկա ավտոմատ կամ մեխանիկական ինչ-որ մոդել, որը եթե դու էս անես, դա կլինի։ Եվ սա, այս ավտոմատացված չլինելը մարդու փրկության, սա ամենամեծ տարբերությունն է միաստվածյան երկու խոշոր կրոններից, հուդայիզմից կամ հրեաների հավատքից եւ իսլամից, որովհետեւ եւ հուդայիզմը եւ իսլամը սրանք օրենքի կրոններ են, որտեղ կան հստակ օրենքներ ու հստակ պատվիրաններ եւ մարդու
այսպես ասած փրկությունը, հա, որովհետև մենք սրա մասին էլ կխոսանք, որովհետև մենք փրկությունը բառը տարբեր ձևով ենք ընկալում, հա, մարդու փրկությունը իրանք դիտարկում են հենց այս օրենքների պահպանությամբ, որոնք ստուգելի են, տեսանելի են, որոնք կարելի է գնահատել նաև։ Քրիստոնեությունը մարդու փրկությունը տեսնում է մարդ Աստված անձնական հարաբերությունների մեջ, այսինքն հարազատության մեջ։ Եվ ավետարանում այն հատվածը, երբ որ Քրիստոս ասում է ձեզ ոչ թե ծառաներ եմ կոչում, այլ բարեկամներ, հա, հարազատներ, եւ Պողոս առաքյալի հռոմեացիներին ուղված թղթում, եբրայեցիներին ուղված թղթում, եփեսացիներին ուղված թղթում օրենքի եւ շնորհի մասին այսքան երկար խոսակցությունը ու հայտնությունը, Աստծո հայտնությունը, հենց սրա մասին է, որ փրկությունը երկու կողմի ներկայությունն է մի իրականության մեջ, որը ստեղծվել է Աստծո կամավոր զոհաբերության արդյունքում։ Այսինքն Աստված մարմնանալով ու մարդանալով, ուսուցանելով, հրաշքներ գործելով, չարչարվելով, խաչվելով, հարություն առնելով, համբարձվելով հոր մոտ, հիմնելով իր եկեղեցին, ստեղծել է մի միջավայր, որտեղ մարդ եւ Աստված կարող են իրար հետ անձնական հարաբերություններ ունենալ հանուն մարդու փրկության։ Սա շատ խնդրում եմ ուշադիր լինեք այս ամեն ինչին ու հասկանաք սրա կարևորությունը եւ առանձնահատկությունը։ Տեսեք, ինչի համար է կարևոր սա հասկանալ, որովհետեւ ընդհանրապես ամենամեծ մանիպուլյացիաները հենց փրկության հետ կապված են լինում։ Հա, շատերը հարցում են, օրինակ, եթե մարդը բարոյական կյանքով է ապրում, ինչ է, ինքը պետք է չփրկվի, իսկ այն մեկը, որ ասում է ես հավատում եմ կամ աղոթում է, բայց անբարո կյանքով է ապրում, ինքը պետք է փրկվի, այն մեկը չփրկվի։ Եվ սա հենց բխում է նրանից, որ հիմնարար հայտնությունը աստվածային այնա, որ մարդը պիտի ճանաչի Քրիստոսին եւ Քրիստոս էլ իրան պիտի ճանաչի։ Պողոս առաքյալը ասում է, որ այն բոլոր մարդիկ, ովքեր չեն ունեցել հնարավորություն Քրիստոսին ճանաչելու, պիտի իրենց խղճի օրենքով դատվեն։ Բայց միևնույն ժամանակ մեր եկեղեցու բոլոր հայրերը գրեթե միաբերան, հա, մենք ունենք այստեղ անթոլոգիա, այսինքն հայրերի մեծամասնություն է այս կարծիքինը, որ փրկության հարցը, թե ով պիտի փրկվի կամ ով չպիտի փրկվի, Աստված ինքն է որոշում, ինչու՞։ Որովհետև Աստված միայն գիտի, թե իր հետ անձնական հարաբերություն ով ինչքանով ունի։ Եվ այս գիտելիքի արդյունքում պարզ է դառնում, որ որևէ մարդ կամ Աստծուց բացի այլ որևէ մեկը չի կարող պատասխանել այդ հարցին, թե այս մեկը կփրկվի, թե կամ չի փրկվի։ Որովհետև փրկվել կարելի է միայն Աստծո հետ հարաբերություններում։ Տեսեք, հիմա ինչքան էլ ձեր ընկերները, ձեր բարեկամները, ձեր հարազատները, ձեր ծնողները իմանան ձեր ու ուրիշ մարդու հարաբերությունների մասին, այդ հարաբերությունների ամբողջությունը, գնահատականը, ձեր զգացումները, ձեր մտքերը գիտեք մենակ դուք ու ձեզնից բացի ուրիշ ոչ մեկ։ Ուրեմն այս փրկության այս ընկալումը մարդ Աստված հարաբերությունների անձնական հարաբերության վրա է հիմնված։ Այսինքն առաջինը պետք է մարդու գիտակցությունը, որ ինքը ունի փրկության կարիք։ Այսինքն ինչ է դա նշանակում, որ մարդը տեսնի, թե ինքը ինչ աշխարհում է ապրում։ Կարողանա գնահատել այդ աշխարհը, կարողանա հասկանալ, որ այս աշխարհում ինչ որ մի բան այն չի, կամ ամեն ինչ իրան դուր է գալիս, կամ ամեն ինչ լավ է, բայց քանի որ մենք օբյեկտիվորեն, հա, անկախ կրոնական պատկանելիությունից, անկախ անգամ ինտելեկտի չափից ու աստիճանից, բոլորի համար պարզ է, որ այս աշխարհում ամեն ինչ չի, որ այն է, հա, որովհետև մենք բոլորս մեր կյանքի տարբեր փուլերում հանդիպում ենք տարբեր անարդարությունների, հանդիպում ենք տարբեր սխալների, հանդիպում ենք ընդհանուր առմամբ տարբեր մոտեցումների, որոնք
չեն համապատասխանում մարդու հոգևոր ամբողջության զգացմանը։ Եվ դրանք մենք, չգիտեմ, կոչում ենք մեղքեր, կոչում ենք վատ բարոյականություն, եկեղեցին ու առաքյալները մեր հայրեր դա կոչում են աշխարհ։ Այսինքն մի տեղ, որտեղ կենցաղավարությունը, որտեղ A-ից B հասնելու համար Աստված չի ներգրավում կամ Աստծուն տեղ չեն տալիս որոշումներ կայացնելու մեջ, տեղաշարժվելու մեջ, ինչ որ մի հարթակ ունենալու մեջ Աստծուն տեղ չեն տալիս։ Իսկ ոչ աշխարհը, այսինքն հոգևոր կյանքը, դա Աստծո ներկայությունն է, Աստծո հետ հարաբերությունները։ Եվ եթե մենք մի պահ նայում ենք այս աշխարհին ու տեսնում ենք այս աշխարհում, որ եթե Աստծուն հանում ենք մեր հարաբերություններից, ի՞նչն է մնում։ Իշխանությունը, փողը, սոցիալական դիրքը եւ բռնությունը, հա, այսինքն իշխող, որոշող ֆակտորներ, հանգամանքներ դառնում են այսքանը, որ մարդը կարողանա ինչ-որ մի բան ունենա կամ հասարակ իր կյանքը ապրի, կամ իրան լավ զգա, ապահով զգա եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց քանի որ մարդը Աստծո կողմից ստեղծված մարդը ի բնե ինքը ձգտում է այս ամեն ինչ ունենալու, հա, այսինքն հարգանք, բարոյականություն, հասարակական տաբուներ եւ այլն, սրա անունը շատ աշխարհիկ մտածողներ ու փիլիսոփաներ դրեցին բարոյականություն եւ փորձեցին անջատել մարդու հոգեվորությունից։ Ու հիմա ընդհանուր առմամբ ընկալումը բարոյականության չի ուղղորդվում կամ չի զուգորդվում կամ հավասարության նշան չկա դրա մեջ հոգևոր կյանքի հետ, որովհետեւ բարոյականությունը կարելի է գնահատել, բայց հոգևոր կյանքը չի կարելի գնահատել, որովհետեւ ինքը միայն մարդու ցանկությամբ, հա, այսինքն եթե օրինակ որևէ մեկ ունի խոստովանահայր, ում հետ ինքը անկեղծ է, ում ինքը պատմում է իր ու Աստծո հարաբերությունների մասին, այն մտքով, որ այս մարդը ավելի փորձառու է այդ հարաբերություններում եւ կարող է իրեն ճիշտ ուղղություն ցույց տալ, թե ինչպես այդ հարազատությունը Աստծո հետ պահպանել, նույն կերպ նաեւ մարդու օրինակ բարոյական կամ հոգեբանական հարցերի համար, չէ, մարդը հոգեթերապևտի է դիմում, հոգեբանի է դիմում, որպեսզի ինքը կարողանա այս կամ այն մարդու հետ իր հարաբերությունները կարգավորի կամ իր մեջ եղած խնդիրները լուծի եւ այլն։ Մի խոսքով մարդ-Աստված հարաբերությունները դրանք մարդու Աստծո անձնական հարաբերություններն են, որի մասին գիտեն տվյալ մարդը եւ Աստված։ Ուրիշ երրորդ մարդ կարող է իմանա դրա մասին, եթե մարդը ինքը ուզում է երրորդ մարդուն բերի այդ հարաբերությունների մեջ։ Ոստեղ ինչն է ամենակարևոր բանը, տեսեք, բողոքական շատ հարանվանություններ, նո ավելի բողոքական ես չեմ սիրում իրանց ասել, որովհետև բողոքականությունը դա մեծ հաշվով լյութերականությունը, անգլիկանությունն է, ավելի նոր ժամանակի բողոքական կերպով, հա, բողոքական աստվածաբանությունից ինչ-որ բաներ քաղած ուղղությունները, խարիզմատ ուղղությունները, իրանք շատ հաճախ ասում են, որ փրկության համար մարդուն միջնորդ պետք չի, հա, եւ շատ սիրում են Պողոս առաքյալի խոսքը, որ մեր փրկության համար մենք այլ միջնորդ չունենք, քան մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Ուրեմն սիրելիներ, մարդու փրկության համար իրոք որևէ միջնորդ պետք չի, բայց հոգևորականը եւ եկեղեցին միջնորդ չեն Աստծո ու մարդու միջև, այլ հարթակ են կամ գործիք մարդ-Աստված հարաբերությունների։ Օրինակ բերեմ, հա, մի հատ սովորական օրինակ, որը ճիշտ ասած վերցրել եմ ուղղափառ աստվածաբան կա, Զիզիուլաս, ով խոսում է շատ քրիստոսաբանության մասին ու աշխարհահռչակ աստվածաբաններից մեկն է։ Իր օրինակն եմ վերցրել, որ ինձ շատ դուր է եկել։
ուրեմն պատկերացրեք մի իրավիճակ, երբ դուք ուզում եք խոսել ձեր ծնողի հետ, ում երկար ժամանակ չեք տեսել, ում հանդիպելը ձեր համար շատ դժվար է, եւ գտնում եք մի տեղ, որտեղ ձեր ծնողը շատ հաճախ է լինում, շատ հաճախ է գնում տեղ, ու որոշում եք դուք էլ գնալ այդ տեղը, որպեսզի այնտեղ իրան հանդիպեք։ Երբ որ դուք հանդիպում եք իրան, մտնում եք այդ շենք, դուք իրան չեք ճանաչում, որովհետև շատ երկար ժամանակ իրան չեք տեսել ու չգիտեք թե ինքը ինչ տեսք ունի, ինչ ձև ունի, կամ ով է ինքը, բայց այնտեղ շատ տարբեր մարդիկ կան։ Ու առաջի մարդը, ում որ դուք հարցնում եք կամ որ դուք տեսնում եք, այդ ռեստորանում կամ այդ բանում, սրճարանում աշխատող մատուցողն է։ Ու դուք հարցնում եք, ասում եք, ձեր մոտ միշտ sense մի հատ մարդ է գալի, ինչ տեսք ունի ինքը։ Ու այդ մատուցողը ձեզ սկսում է պատմել, թե ինչ տեսք ունի ինքը, որ օրերին է գալի, ինչ ժամերի է գալի, ինչ է ուտում ինքը, ինչ է սիրում անել, ոնց է սիրում անել, ու դուք իր միջոցով գտնում եք այն մեկին։ Եվ շատ կարևոր է, որ ձեր ու իր հարաբերությունների մեջ մատուցողը միջնորդ չի, մատուցողը այն մեկն է, ով որ ձեզ ցույց է տալիս իրան, ու մատուցողի ծառայությունը ձեզ միշտ չի, որ պետք պիտի գա։ Հա, այսինքն, երբ որ դուք արդեն իսկ շփվեք իր հետ, Աստծո հետ, ուղիղ կերպով, այդ տեղում, հա, արդեն մատուցողի ներկայությունը ձեզ համար կլինի որպես որ խնդրեք ձեր հարաբերությունների մեջ նստածեք դուք ձեզ սնունդ բերել ձեր կենցաղը ձեր հարաբերությունները ավելի ջերմ ու մտերմիկ դարձնելու համար ծառայություն մատուցել ձեզ իհարկե այս օրինակը բացարձակ օրինակ չի բայց հասկանալու համար թե մարդու ներկայությունը եկեղեցում հոգևորականի դերը եկեղեցում ինչ ձևի է ու մեր փրկության մեջ է ինչ ձևի է սա իմ կարծիքով չգիտեմ միգուցե եւ ձեր համար շատ լավ օրինակ չլինի բան չեմ կարող ասել բայց իմ համար բավականին պատկերավոր օրինակ է սա ուրեմն հիշում եք, քանի որ մարդիկ կան, որ նոր միացան մեզ, մենք հիմա խոսում ենք փրկության մասին եւ 3 հանդիպում սրանից հետո էլի նորից խոսելու ենք սրա մասին, որովհետեւ սա շատ լայն թեմա է։ Եվ կարևոր հարցերի պատասխան կա, այսինքն գնում ենք մենք ըստ կետերի, հա, մենք փրկվում ենք փրկության մեր ճանապարհը սկսում է այն ժամանակվանից երբ որ մենք հասկանում ենք որ մենք պիտի փրկվենք երկրորդ եւ մեր փրկությունը Աստծո հետ անձնական հարաբերություններով է ճանապարհը գնում այսինքն փրկություն ասածը մենք հասկանում ենք Աստծո ներկայության մեջ կյանք Աստծո հետ միության մեջ կյանք եւ կարևոր բանը ուրեմն մենք պիտի մեզ հարց տանք, թե ինչից է մեզ Աստված փրկում։ Ու ինչի ենք մենք հայտնվել մի իրավիճակում, երբ որ մենք կարիք ունենք փրկվելու, հա, որովհետև տեսեք, եթե նայենք տրամաբանությանը, զուտ, Աստված է ստեղծել մեզ։ Այո, մարդը մեղք է գործել եւ այլն, բայց մարդը ի սկզբանե ստեղծվել է ոչ կատարյալ, այսինքն մեղք գործելու հնարավորությամբ, գործել է այդ մեղքը մարդը, որի համար պատժվել է, հա, որտեղ դուրս է մղվել ինքը դրախտից, շատ ծանր մարմնական, ֆիզիկական, հոգեբանական ապրումներ է ստացել դրա համար Հետո Աստված մարդացել, մեր համար քարոզել, բժշկել, խաչվել, թաղվել, հարություն առել ու մենք ունեցել ենք փրկվելու հնարավորություն, բայց ինչից չենք հասկացել տենց էլ։ Այսինքն եթե մենք փրկվում ենք դժոխք գնալուց, օրինակ, ինչի կա այդ դժոխքը, որից պետքա փրկել մարդուն։ Եթե մենք փրկվում ենք անեությունից, հա, եթե կա անեություն, այսինքն մահվանից հետո էլ որևէ բան չկա, ուրեմն էլ ինչ կարիք կա դրանից փրկվելու, որովհետև մենք ցես տնես ոչ մի բան չենք իմանալու։
Այսինքն մահացավ, վերջ, դու չգիտես ոչ մի բան, դու չկաս ուղակի, էլ խնդիր չունի իր մեջ, այսինքն փրկել անեությունից։ Ու ինչ է անեությունը ընդհանրապես, եթե մենք խոսում ենք Աստծո գոյության մասին։ Եվ եթե մենք փրկվում ենք սատանայից, հա, ուրեմն ինչի մենք պիտի, այսինքն ինչի առաջացավ այդ կարիքը սատանայից փրկվելու ու ով է տվել սատանային իշխանություն հոգիների վրա, որպեսզի իշխինք այդ հոգիներին կամ վերցնի դրանք, եթե հա Սամվել ջան, լսում եմ։ Սամվել ջան, ձեռք ես բարձրացրել, հարց ունես ինչ որ։ Տերար ջան, օրնեցեք, կներեք, չէ, ուղղակի ծանոթ չեմ, տես մի ամիտ ստացվել, կներեք։ Հա, լավ, եղավ, Սամվել ջան, շատ լավ։ Ուրեմն, ինչ սկսենք առաջի հարցից։ Ինչից է մեզ փրկում Աստված կամ ումից է մեզ փրկում Աստված։ Ուրեմն Աստված մեզ փրկումը մեր եսը կորցնելուց, մեր անձը կորցնելուց, բայց ոչ անեության մեջ կորցնելուց, հա, այսինքն չլինելուց, այլ նրանից, որ մենք չտարբերենք, թե ով ենք մենք, հա, չտարբերենք մեր փրկությունը։ Եթե կուզեք քրիստոնեության աստվածաբանական այս կետը, որը շատ մարդկանց համար անհայտ է, մանավանդ այն մարդկանց համար, ովքեր մշակութային առումով են, հա, քրիստոնեությունը դավանում, ոչ բովանդակային առումով, սա ուղիղ հակասություն է արևելյան կրոնների հետ, որովհետև ըստ արևելյան կրոնների մարդու նիրվանան դա չգոյությունն է, անեությունը, երբ որ մարդը ատոմային մակարդակով ձուլված է տիեզերքին, հա, այսինքն այնքան ձուլված է, որ ինքը էլ չկա։ Հիմա նույն կերպ նաև մեր Տերը ասում է, որ երբ որ մենք ապրում ենք առանց Աստծո, երբ որ մենք ընտրում ենք մամոնան, աշխարհը, մենք այնքան ենք ձուլվում այդ աշխարհին, որ մենք կորում ենք ամբողջովին։ Ու ոչ թե անեանում ենք, այլ մենք զգում ենք, բայց չգիտենք ինչ ենք զգում, մտածում ենք, բայց չգիտենք ինչ ենք մտածում։ Մենք անընդհատ տանջանքի հոգե ապրումի մեջ ենք։ Ու մենք ինքներս սեփական ուժերով չեն կարող հաղթահարել այս չձուլվելու process-ը, որովհետև ինչպես դուք տեսնում եք, գիտեմ, որ ձեր մեջ կան բնագիտական առարկաներ, ուսումնասիրող մարդիկ ու մասնագետներ, գիտեք, որ ըստ ֆիզիկայի կանոնների, հա, օրենքների, քիմիայի կամ դետերմինիզմի կանոնի, ամեն ինչ ինքը քայքայվում է, ամեն ինչ։ Ու այդ քայքայումը չի լինում անհետացում, լինում է ձուլում, ամեն ինչ միանում է ինչ-որ մի բանի։ Ու տեսեք, ջրածին առանձին ջրածին, հա, թթվածին առանձին թթվածին, հա, բայց երբ որ իրանք միանում են, ձուլվում են իրար, ջուր է առաջանում, հա, այսինքն նոր տար է առաջանում։ Նույն ձևի նաև ամեն մի քիմիական տար, երբ որ ինքը միանում է ուրիշ մեկի, ինքը դադարում է որպես առանձին գոյություն ունենալ, հա, ինքը միանում է, կպնում է մի բանի ու ձուլվում է այդ ամեն ինչին։ Ու ինքը որպես առանձին միավոր գոյություն չի ունենում։ Այսինքն հավիտենականությանը մարդու միանալը փրկում է մարդուն աշխարհին ձուլվելուց, չլինելուց որպես այդպիսին։ Ու տեսեք, այս գիտակցության մեջ է, որ մենք հասկանում ենք, թե ինչի է քրիստոնեությունը ու Աստված կարևորում մարդու ինքնությունը, ազգությունը, լեզուն եւ մնացած մարդու տարբերակիչ նշանները, որը մարդուն ես է դարձնում, հա, թե ինչու էր Սուրբ Հոգին տալիս այդ լեզվախոսության շնորհը, ոչ թե հակառակն էր անում,
որ ուղղակի բոլորը մի լեզվով խոսային, հա? Եվ Բաբելոնի աշտարակաշինության մեջ ինչու տրվեցին այս առանձին լեզուները մարդկանց, որպիսի բոլոր մարդիկ փրկվելու հնարավորություն ունենան, հա? Այսինքն առանձնացնելով չձուլվեն այն ընդհանուր մեղքին, որը կատարվում է։ Ուրեմն այս տրամաբանության մեջ նաև Քրիստոսի զոհաբերության հարցն է։ Այսինքն ում է զոհաբերություն անում Քրիստոս, չէ՞, որտեղ տեսեք մենք ասում ենք մեզ քրիստոնյաներիս ընկալման մեջ այլևս զոհաբերություն պետք չի, որովհետև ինքը Քրիստոս, ինքը Աստված զոհաբերվեց։ Զոհը մատուցում են ինչ-որ մեկին։ Ում պիտի մատուցեին այդ զոհը։ Սատանային, Աստծուն, Հայր Աստծուն, ում պիտի մատուցեին այդ զոհը։ Ուրեմն իհարկե ոչ սատանային, որովհետև Աստված չէր զոհվի սատանային, հա, այսինքն զոհաբերել սատանային կնշանակեր անկարող համարել սատանայի առաջ, հա, Աստծուն։ Աստված ինքը իրան չի զոհաբերում, իր առաջ, հա, որովհետև դա էլի արժեզրկում է այդ զոհաբերությունը։ Ուրեմն զոհաբերությունը անհրաժեշտ էր պահպանելու համար մարդու ազատությունը, մարդուն մարդ պահպանելու համար։ Որ գիտեմ, որ հասկանալու համար, ընկալման համար սա այդքան էլ հեշտ չի, հա, այս ընկալելը, այս ամեն ինչը։ Դրա համար մինչև մի շաբաթ իհարկե այս ամեն ինչը ձեր մեջ կպտտվի, հարցեր կառաջանան եւ այլն, բայց սա շատ կարևոր է ընկալելու ու հասկանալու համար ընդհանրապես աստվածաբանության կարևոր հենքը ու նաև մենք մեր հաջորդ հանդիպմանը կխոսենք քրիստոնեական տարբեր եկեղեցիների տարբեր ընկալումների մասին, հա, փրկության, որովհետև եկեղեցիների բաժանումը, որ հիմա կան, երկու հիմնական աստվածաբանական խնդիր ունեն եւ մնացած հարցերը զուգորդվում են սրա հետ, առաջինը փրկության խնդիրն է, երկրորդը մեղքի ճանաչման խնդիրն ու մեղքի ընկալման խնդիրն է։ Եթե կուզեք, ես սրանք երկուսն էլ իրար հետ մի բանի մեջ են տանում իրար, որովհետեւ եւ չերել կարա այլ տեղ լիներ, որովհետեւ վերջի վերջո մարդու ու Աստծո հարաբերությունների նպատակակետը մարդու փրկությունն է։ Ուրեմն մեր եկեղեցին, որպես հին արևելյան ուղղափառ եկեղեցի, մարդու փրկությունը պատկերացնում է էլի ձուլմամբ, բայց ձուլմամբ Աստծո հետ։ Բայց այս ձուլումը տարբերվում է աշխարհի հետ ձուլումից, այսինքն տեսեք, մենք մեր հավատամքի մեջ 12-րդ դարի Թաթևացում ասում ենք մեղավորացն տանջանք հավիտենական, արդարոցն կյանք հավիտենական։ Այսինքն եթե ձուլվելը աշխարհի հետ տալիս է մարդուն անդադ տանջանք, անդադ աշխարհի ցավի զգացում, ձուլվելը կյանքի հետ պահպանում է մարդուն, անձը որպես պահպանում իրան, ինչպես որ մի կաթիլ մեղրը օվկիանոսի մեջ, հա, որ ինքը չի երևում, բայց ինքը առանձին մնում է, որպես կաթիլ, որպես ճրագը, որ բերվում է արևի մոտ, եւ լույս չի տալի առանձին ինքը, որտեղ ավելի մեծ լույսի մեջ է, բայց ճրագ շարունակում է ճրագ մնալ։ Այս օրինակները ебերել է Եվտիքեսը, ով հերետիկոս էր, մարդու Քրիստոսի մեջ մարդկության ու աստվածության հարաբերությունը ցույց տալու համար, որը մենք տենց չենք ընկալում, բայց ուղղակի ես ասում եմ, որպեսզի եթե հետագայում հանդիպեք էսի, իմանաք թե որտեղից է, մենք այսպես հասկանում ենք մարդու ու Աստծո միությունը իրար հետ։ Եվ նույն կերպ մարդը միանում է Աստծուն առանց իր եսը կորցնելու։ Այսինքն մահանալուց հավիտենական կյանքի մեջ ես մնալու եմ ես, Արտաշը մնալու է Արտաշ, Ներսեսը մնալու է Ներսես, Սամվելը մնալու է Ներսես, Ներսես չէ Սամվել, Լիաննան մնալու է Լիաննա եւ
բոլոր մարդիկ, ովքեր Քրիստոսին են միացել ու Քրիստոսի հետ են ապրել այս կյանքում, շարունակելու են իրենց հավիտենական կյանքը արդեն այլ ոլորտում, այլ միջավայրում։ Եվ սրա համար է, որ մեր եկեղեցու հայրերը ասում են, որ եկեղեցուց դուրս փրկություն չկա։ Այսինքն Աստված մարդ հարաբերությունները եկեղեցուց դուրս ամբողջական չեն, հա? Աստված հրավիրում է եկեղեցուց դուրս մարդկանց, բայց ինքը եկեղեցում է, ինքը եկեղեցին է, ու սա իհարկե շատ տարբեր եւ ըստ մեր աստվածաբանության շատ սխալ մեկնաբանություններ է ստացել, օրինակ կաթոլիկ եկեղեցում ինքը վերածվել է որպես անձի, հա, այսինքն եկեղեցին Հռոմի պապն է, ուղղափառ եկեղեցում սա վերածվել է ժողովի, որ եկեղեցին դա սինոդն է, մեր եկեղեցին հավատարիմ առաջի 3 տիեզերական ժողովների ասում է, որ Աստված եկեղեցու աղոթական միությունն է, ու դրա համար մեր եկեղեցում ու մեր համար ծիսակատարությունները, ընդհանրական աղոթքները կարևորագույն տեղ են զբաղեցնում մեր աստվածպաշտության ու Աստծո հետ հարաբերությունների մեջ։ Դրա համար այն ամենը, ինչ չկա մեր ծիսական կյանքում, չկա նաև մեր եկեղեցում, ըստ մեր աստվածաբանական ընկալման։ Ըստ մեր աստվածաբանության որևէ ժողով չի, տեսեք, հասարակ բան ասեմ, երբ որ ազգային եկեղեցական ժողովը ընտրում է կաթողիկոս, չէ՞, ինքը կաթողիկոսի անունը գալիս է արդեն մեր ծիսական կյանք։ Մենք աղոթում ենք իր համար ու այդ աղոթքով է, որ ընդհանուր միությունն է երևում եկեղեցու։ Եվ այսպես են հին արևելյան ուղղափառ եկեղեցիները ընկալում ընդհանրապես աղոթական միությունը եւ մարդու փրկության ճանապարհը։ Լավ, Ժորժ ջան, քանի որ շատ խիտ ինֆորմացիա էր, եթե հարցեր ունեք, խնդրեմ, տակ, ես պատասխանեմ։ Տեր Հարության, ես մի հատ հարց ունեմ։ Դուք ասացիք, որ եթե ճիշտ եմ հասկացել, ինչից է փրկում մեզ Աստված, մարդը ձուլվում է աշխարհի մեջ, դադարում է լինել անձ, հա, այսինքն անձը կորցնում է մարդ աշխարհի մեջ, հա, ու հետո մարդը փրկությունը լինում այն ժամանակ, երբ մարդ պետքա ձուլվի Աստծո մեջ, պահպանելով իր եսը, բայց տենց բան կա, չէ, որ ասում է պետքա քո անձը կորցնես, որ գտնես ինձ։ Այդ որ իմաստով է ասվում, եթե ճիշտ եմ հիշում։ Հա, Արմինե ջան, դե ասում է ով իր անձը չխոնարեցնի, չի բարձրացվի, եթե մարդը իր անձը չխոնարեցնի, չի բարձրացվի, եթե բարձրացվի կխոնարեցվի։ Տես, խնդիրը ստեղ որն է, ինչպես ավետարանական յուրաքանչյուր հատված, եթե մենք ավետարանական այս մասին ենք գնում, խնդիրը հասկանալը Քրիստոսի խոսքը իր ամբողջության մեջ։ Ուրեմն ինչ է ասում մեր Տերը։ Տեսեք ինչ ենք մենք մտածում մեր մասին, թե ով ենք մենք, եթե այս հարցը մենք մեզ տալիս ենք, թե ով ենք մենք։ Հիմնականում մեր կարծիքները դա արտաքին աշխարհի կարծիքներն են։ Տեսեք, ժամանակակից աշխարհում եւ երևի մարդկության ամբողջ պատմության ընթացքում, ասենք այն մարդը, օրինակ, վանականը, հա, որ ամեն ինչ թողել է, գնացել է անապատում, իր մասին ոչ մեկ ոչ գիտի, ոչ բան, ինքն է սոված, ծառավ, չգիտեմ, դրսերը եւ այլն, չի քնում բաժան, կայացած մարդ չի համարվում։ Հիմնականում աշխարհը այդ մարդկանց բնութագրելիս կամ ասում է հոգեկան հիվանդ, չէ, իրանց, կամ ասում է մեկը, որ դե բան չի կարող անի, հա, այսինքն խնդիրը հենց
ինչն է Քրիստոսի խոսքի, որ եթե դու քո մասին, քո կարծիքը, հա, որ ձևավորվել է այս աշխարհից, չխոնարեցնես Աստծո առաջ կանգնելու համար։ Այսինքն, սենց ասեմ, դու քո եսը համարես ոչ թե հանրության կարծիքը քո մասին, այլ Աստծո կարծիքը քո մասին։ Որովհետև տես Աստված մեր հետ հարաբերվում է ինչ ձևով, մեր մեղքերը տեսնելով, մեր ապաշխարությունը տեսնելով։ Հանրությունը մեր հետ հարաբերվում է լրիվ ուրիշ ձև։ Հանրությունը մեր հետ հարաբերվում է ըստ մեր սոցիալական ստատուսի ու իր գնահատականը մեզ արդեն մեր մեղքերից չի բխում։ Շատ ժամանակ այդ մեղքերն են գնահատման ցուցանիշ, բայց հիմնական գնահատականը մարդու այլ հանգամանքներով է։ Ու այս եսի այս ընկալման մասին է խոսքը, հա, այսինքն ոչ թե խոնարեցնել այն եսը, որը ոչ թե Աստծո առաջ է, այլ մարդկանց առաջ է։ Էսա խնդիրը, ու ես բառը սխալ օգտագործեցի, հա, ոչ թե Աստծո հետ ձուլվել, այլ Աստծո հետ միանալ, հա, որտեղ ձուլվելը դա աշխարհի հետ ձուլվելն է, իսկ Աստծո հետ մենք միանում ենք, այսինքն մենք չենք կորցնում մեր ամբողջականությունը ու միանում ենք Աստծո։ Չգիտեմ, եթե բավարարեցի հարցի պատասխանին, կամ ստացեցի պատասխանը։ Շնորհակալություն Տեր Հայր ջան։ Շատ լավ։ Այսինքն Տեր Հայր ջան, օրհնեցեք։ Աստված օրհնի։ Լավա լսեցինք քեզ։ Ձայն էինք տալիս ու չկաս։ Լուրջ։ Տեր Հայր ջան, այսինքն ամեն ինչ տանում է էգոին, էլի, այն էգոյի մեջ մտնում է ամեն ինչը, ձեր ասած հասարակության կարծիքը, բավա ես ինչ կասեն, այդ գոռոզությունը, ոնց որ աղբյուրը տանում է այդ ֆունդամենտը հպարտություն, էլի, այսինքն ամեն ինչը հպարտությունից եկավ, մարդկային բոլոր մեղքերը ու ոչ միայն մարդկային, չմոռանանք, որ ամենախելացի հրեշտակն էլ հենց հպարտությունից պարտվեց, հպարտը հենց էտա, չէ, պարտված հրեշտակ, բառի ստուգաբանությունը։ Ես իմ օրինակի վրա եմ բազմիցս, մի հատ չի, երկու հատ չի, էլի, սենց կարամ տարիներով թվեմ, որ ինչքան որ ես փորձում եմ իմ եսի հետևից, իմ էգոյի հետևից գնամ, սնեմ իմ եսը, մեծ ու փոքր ապտակներ եմ ստանում։ Հիմա թե որն է մեծ, որը փոքր չգիտեմ, բայց խաչաբի ոնց որ այդ պահին սթափվում եմ ու այդ ապտակի դոզաների կանում միջև հաջորդ ապտակը, բայց իրոք այդպես է։ Տեր Հայր ջան, եթե թույլ կտաք մի հատ հարց տամ, էլի։ Նոր ոնց որ զրուցում էինք լրիվ ոնց որ այլ տիրույթում, ոչ հոգևոր տիրույթում, ու այնտեղ խոսք գնաց նահատակության մասին, ես այսպիսի բացատրություն եմ տվել, հիմա ձեզնից հարցնում եմ, որպեսզի հասկանամ ճիշտ եմ բացատրել, թե չէ, եթե սխալ եմ բացատրել, այդ հպարտությունս կդնեմ մի կողմ, ներողություն կխնդրեմ իրենցից։ Ուրեմն նահատակություն բառը ըստ իս, որպես լեզվաբանի աղջիկ, ձեզ էլ որպես լավագույն հոգևորական եւ եւս էլի դուք էլ եք լեզվաբան, տարբեր լեզուներ ուսանած, տիրապետում եք տարբեր լեզուների, ես այսպես բացատրեցի, որ նահատակություն բառը պետք չի էժանացնել ու պետք չի տալ բոլորին, անգամ 44 օրյա պատերազմի բոլոր մասնակիցներին չի կարելի ասել սուրբ նահատակներ, որովհետև սուրբ նահատակ իմ համար, իմ կարճ ուղեղով դա սուրբ գայանեներ, սուրբ շողակաթներ, հա, հռիփսիմեներ, իրանք են սուրբ նահատակ, որ հանուն Քրիստոսի, ասենք Հովանես Մկրտիչներ էլի սուրբ ու էլի կարամ տենց լիքը մարդկանց թվեմ, որոնք որ հանուն Քրիստոսի, հանուն Աստծու, հանուն հավատքի, հանուն քրիստոնեության են իրանց կյանքը զոհել, նահատակվել։ Հիմա զինվորները նահատակվում են, զինվորները զոհվում են, չեն սպանվում, չեն մահանում, զոհվում են հանուն հայրենիքի, որոնց որ մեր բոլորի խոնարհումը, բայց փառք տալ զինվորին ու ասել սուրբ նահատակ, դա նշանակում է ոնց որ մենք հավասար սենց կանոնի տակ ենք դնում
այն մարդկանց, որոնք որ գիտակցված իրանց կյանքը տվել են հանուն Քրիստոսի, հանուն Աստծու, որոնք որ չեն կրոնափոխվել, չգիտեմ, չեն դավաճանել Աստծուն, ու այն մարդկանց, որոնք որ օքեյ, հայրենիք են պաշտպանել, մենք բոլորը սպարտական ենք այդ մարդկանց, բայց իրանց սուրբ նահատակ ասելը դա ճիշտ չի, անգամ ըստ իս 15 այդ Եղեռնի 100-ամյակին, որ սրբադասման արարողակարգ եղավ, ըստ ինձ դաժե ես մտածում եմ, որ այդ մարդկանց մեջ էլ 100% բոլորը չէին կարա սուրբ լինեին, որտեվ ինչքան մարդ կա, որ մեղքերի մեջ կորած է, այսինքն հիմա ես մեղքերի մեջ կորչեմ, թուրքը գա սպանի, ես դառնամ սուրբ նահատակ, ինչքանով է դա ճիշտ, կամ զինվորների մեջ 1000 մարդ կար, որ իրանց ուղակի, չգիտեմ, ծեծելով տարել էին, կամ դատվելուց բանտից վախեցած ուղակի գնացել էին չուզելով, նենց չի, որ կամավորների նման սենց գիտակցված մարդիկ գնացին, զոհվեցին ու մի հատ էլ իրանց անունը տնես սուրբ նահատակ, սենց բացատրություն եմ տվել հիմա Տեր Հայր ջան, ասեք ճիշտ եմ, սխալ եմ, մասնակի եմ ճիշտ, մասնակի եմ սխալ, որ այդ մարդկանց մոտ ես եթե սխալ եմ, ասեմ ներողություն, իմ սուբյեկտիվ կարծիքն էր դա։ Հա, Արտաշ ջան, քո ձեռքը տեսնում եմ, ես անի հարցին պատասխանեմ ու լսենք քեզ։ Ուրեմն ես կարծում եմ, որ ճիշտ ես ընդհանուր առմամբ, որոշ ձևակերպումները իհարկե կարելի է մի քիչ ավելի պարզաբանել, բայց ինչն է ամենակարևոր։ Ուրեմն նահատակությունը, այո, հանուն Հիսուս Քրիստոսի հավատքի նահատակությունն է, հա։ Եթե դու քեզ համարում ես քրիստոնյա, գնում ես մահմեդականների կողմից միներով պատված մի հատ դաշտի մեջ ու միամիտ պայթում ես այդ մինից, դու չես նահատակվում, դու զոհվում ես, հա։ Հա, դա էլի մարդկային առումով, ազգային առումով շատ հարգանքի արժանի բան է, հա, այսինքն հանուն, չգիտեմ, քո հայրենիքի, քո ընտանիքի պաշտպանության ու լիքը տարբեր բաների քո կյանքը վտանգելը, բան եւ այլն, դա ես չեմ նվազացնում դրա արժեքը, բայց բարի ստուգաբանությունը հասկանալու համար ու քրիստոնեական ընկալումը միանշանակ է, որ նահատակ են այն մարդիկ, ովքեր հանուն Հիսուս Քրիստոսի են զոհվել, ասենց ասեմ, մահացել, մարտիրոսվել։ Եվ եթե նկատել եք ցեղասպանության սրբադասման բանաձևի մեջ չկա նշած թիվ, հա, կա նշած, որ ցեղասպանության նահատակների, այսինքն ինչի, որովհետև մեր եկեղեցին, իրական ժողովուրդ, եթե ինչքան դուք շատ ուսումնասիրեք արևմտյան եկեղեցիները, մոտ այո, շատ բաները աստվածաբանական առումով շատ ավելի պարզաբանված են, բայց մեր եկեղեցին շատ տեղ է թողում միշտ ամեն ինչում Աստծուն, որովհետև սրբացնողը Աստված է, հա, այսինքն ինչքան էլ հոգևորականներ, տարբեր ժողովներ նստեն, որոշեն, որ այս մարդը կանոնական սուրբ սրբացվեց, այ որտեղ եկեղեցին սրբադասում է, ոչ թե սրբացնում, սրբացնողը Աստված է, ու մեր եկեղեցում ամենաառաջնային պայմանը որևէ մեկնի սրբադասելու, դա եկեղեցում այդ մարդու ընկալումն է, հա, այսինքն օրինակ, եթե մի դար է անցել մարդու մահվանից հետո ու եկեղեցին իր աղոթական կյանքում շարունակում է այս մարդուն ընկալել որպես սուրբ, հա, որպես մեկը, ով Աստծո հետ ուղիղ այդ շփման մեջ է, անհատական շփման մեջ է, եկեղեցին նոր սկսում է իր սրբադասման process-ը։ Կաթոլիկների մոտ լրիվ ուրիշ է, ուղղափառների մոտ լրիվ ուրիշ է։ Մենք սենց ենք ընկալում, որտեղ էլի ասեցի այսօրվա մեր խոսակցության մեջ, եթե հիշում եք,
մեզ համար եկեղեցին դա աղոթական միության մարդիկ են։ Այսինքն բոլոր այն մարդիկ, ովքեր չկան եկեղեցուց, հա, այսինքն ոչ թե եկեղեցին է իրաց մերժում, այլ իրանք դուրս են դնում իրանց եկեղեցուց, որտեվ ճշմարտությունը, Սուրբ Հոգին հենց այս աղոթական միության մեջ է։ Հուսով եմ հարցին պատասխանեցի։ Անջան։ Հո քաչապ շնորհակալություն Տեր Հայր ջան, հա, լիարժեք պատասխանեցիք, ներողություն խնդրելու բան չունեմ, փաստորեն ճիշտ էի։ Արտաշ ջան, լսում եմ։ Օրհնեցեք Տեր Հայր, այսօրվա թեման փրկությունն էր հոգում ու ավետարանական մի հատված հարցում քննարկեցինք, որ ասում եմ մի սիրեք աշխարհը, այնինչ աշխարհում է դա աշկերի ցանկություն է ու 3 հատ բան ասում կարծեմ, վարկենք առանց մի հատ բարթանք, ասում է իր մեջ կամ մարմնի ցանկությունը կամ աշկերի ցանկություն կամ աշխարհի համբարտավանություն, որ հորից չէ, խոսացինք աշխարհի հետ զուլվելու մասին, նաև մեկ այլ ավետարանական հատվածում մեր Տերը Հիսուս Քրիստոս ասում է գնացեք աշխատեք ոչ թե կորստական կերակրի համար, այլ հավիտենական, որը ձեզ կտա մարդու որդին, նաև ասում է չես կարող երկու տիրոջ ծառայել, մեկին կարհամարես, մեկին կսիրես ու հարցը վերաբերում է կամ Աստծուն կամ մամոնային, այլ կերպ ասած փողին, եթե ավելի կոնկրետ խոսանք, իրական կյանքում, որտեղ մենք ապրում ենք, մարդկանց մեծամասնությունը նենց դրվածքներով է ապրում, որ իր կյանքը հիմնականում զուլվում է իր գործին, այսպես ասենք, եթե մի քիչ դժվար է ասել ով է զուլվել աշխարհին, ով չի զուլվել, բայց մեծամասամբ դաժե ստեղ ներկա մարդկանց մեծ մասը ուզած զուլված է իր գործին։ Առնվազն մենք համալսարան դպրոց սովորում ենք, որ գնանք համալսարան սովորում ենք, որ գործ ունենանք, գործ ենք ունենում, հիմնականում զուտ գործ ունենալու համար հաշվի չառած ինչ-որ բացառություններ։ Հիմա այս աշխարհի դրվածքը տենց է, որ ամեն մարդ պետք է ունենա գործ։ Գործի մեջ էլ շատ դժվար է հասկանալ ոնց որ դու Աստծուն հաճելի կյանքով ես ապրում, թե ոչ, ու ինչ պետք է անես, որ գործի մեջ դու լինես շատ լավ քրիստոնյա, ինչը օրինակ առնվազն իմ համար շատ բարդ է, որտեվ ես կարող եմ աշխատեմ մի հաճախորդի հետ, ով որ օրինակ իր հարանվանությունը ես չեմ ընդունում, ու քննարկում ենք օրինակի համար ինքը Եհովայի վկա է, ես իրան ասում եմ, որ ես չեմ ընդունում, օրինակ, բայց գործի մեջ շատ էլ օրինակ բարի մարդ է, Հիսուս Քրիստոսին է ընդունում, սրբացնում է, չգիտեմ, ու իր կյանքից, իր գործերից է երևում է, որ ինքը ուզում է ըստ ավետարանի ապրի, բայց փաստացի օրինակ ես իր հարանվանությունը չեմ ընդունում։ Եվ այլն, սենց շատ ու շատ հարցեր կան, կամ արդյոք 100%-ով հնարավոր է գործի մեջ որևէ սուտ չօգտագործել կամ չչափազանցնել կամ ինքդ քեզ չգովալ եւ այլն, սենց հազար հատ հարցեր կա։ Հիմա ես հետաքրքրում եմ մեր Աստված, որ ստեղծել է այս աշխարհը, մեզ ստեղծել է եկեղեցին, փրկությունը, մեր այս գործերը առօրյա, որ ամեն մարդ ինչ-որ մի մասնագիտություն ունի, ինչքանով է կապված մեր փրկության հետ, ինչքանով կարող օգնի, ինչքանով կարող խանգարի, ոնց որ ինչի է, էլի մարդկանց մեծ մասը իրականում զբաղված է գործով, այս գործը, որ մենք ունենք, ամեն մարդ ինչ-որ մի մասնագիտություն ունի, ինչքանով է կապված մեր փրկության հետ, էս է ընդհանուր իմ հարցը, ես այդքան լավ չեմ պատկերացնում մեր քրիստոնեական վարդապետությունը գործի հետ կապված։ Արտաշ ջան, շատ հետաքրքիր հարց ես դու տալիս, իրականում մեր հայրերից էլի, այսինքն այս խնդրի մասին Մխիթար Գոշը շատ հետաքրքիր մեկնաբանություն ունի, եւ աստվածաբանության մեջ կա աշխատանքի աստվածաբանություն, կամ ինչ է աշխատանքը, կամ ուր է տանում աշխատանքը,
այս հարցերի շուրջ մտածմունքներ, որոնք ինչքան է զարմանալի են, բայց վերաբերում են վերջի 200 տարիներին, որովհետև մինչև դա շատ պարզ ու հասարակ էր ամեն ինչ, մարդկանց ուրբանիզացիան շատ քիչ էր, հիմնականում մարդիկ ունեին հողատարածքներ, մշակում էին հող, պահում էին կենդանիներ, ամբողջ ընտանիքով էին այդ ամեն ինչը անում, դպրոցներ եւ այլն շատ քիչ մարդիկ էին գնում ու մարդու կյանքը, իր ընտանիքի հետ իր կյանքը, նաեւ այդ հող մշակելներ, կենդանի պահելներ եւ այլն։ Ուրեմն իհարկե sense առանձին իրավիճակներ վերցնելը շատ բարդ կլինի, բայց կա մի ընդհանուր սկզբունք։ Ուրեմն այո, մեր նյութական մարմինը, որ ինչպես Պողոս Առաքյալն է ասում, այս աշխարհում ենք, բայց այս աշխարհինը չենք, մեր նյութական մարմինը ունի կարիքներ, ունի նաև ինչի ոչ, նաև հարմարավետության կարիք որոշ դեպքերում, սա ինչ է նշանակում, որ մեզ բավական չի ուղղակի կոշիկ ունենալ, որ մեր ոտքը փուշ չմտնի կամ չսառի կամ չգիտեմ այս չլինի, մեզ պետքա նաև որ հարմարավետ այդ կոշիկը լինի, նաև պետքա որ աչքին հաճելի լինի այդ կոշիկը մեր համար։ Պետքա նաև որ մեր զգեստը դրան համապատասխան լինի կամ չգիտեմ ինչ հերթականությամբ կոշիկը զգեստին, զգեստը կոշիկին, մի խոսքով պետքա մի հատ չլինի, պետքա 2 հատ լինի կամ 3 հատ լինի, որտեղ մեկը կարող է թրջվել, ինչ որ էս անել են անել, էս զգեստի հետ, մի խոսքով, ասես տարբեր բաներ։ Եվ քանի դեռ նյութը ծառայում է մարդուն, ոչ թե մարդն է ծառայում նյութին, ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա։ Երբ որ սկսում է մարդը ծառայել նյութին, այստեղ սկսում է ամենամեծ խնդիրները։ Ուրեմն աշխատանքի մեջ, տեսեք, ես շատ դիտարկել եմ այս բաները, շատ մարդկանց մոտ, օրինակ կան մարդիկ, ովքեր աշխատում են, ասենք աշխատում են, չգիտեմ, ինչ որ միտեղ, եւ իրանք իրանց գործը կարան անեն 2 ժամում, 3 ժամում, 4 ժամում կամ այլն, բայց իրանք անընդհատ, այսինքն իրանք սկսում են ոչ թե աշխատել ապրելու համար, Արտաշիրը հարցի մեջ շատ լավ բան ասաց, որպեսզի ապրենք, մենք պիտի աշխատենք, այո, բայց երբ որ դու ապրում ես, աշխատում ես ոչ թե ապրելու համար, քո հարմարավետությունը, քո կենցաղը եւ այլն հոգալու, այլ դու ապրում ես զուտ որպեսզի աշխատես, այսինքն չես մեռնում, որ վաղը գնաս գործի, կամ քո կյանքի միակ բանը այդ է, գործ ունենալը, որովհետև շատ ժամանակ, գիտեք, դա մարդու ներքին դատարկությունից փախուստ է։ Շատ մարդիկ շատ տխրում են, երբ որ իրանք գործի չեն կարողանալու գնան, որովհետև իրանք չգիտեն էլ ուրիշ ինչ կարան անեն իրանք։ Այսինքն, չգիտեմ, անհատական անձնական ժամանակ անցկացնելու, մտածելու, աղոթելու եւ այլն, ու աշխարհը հենց կառուցված է այն ձևով, որ մարդկանց դարձնի մի մտածողության շուրջ իրենց դասավորի։ Եթե դուք ուշադիր տեսնում եք այս աշխարհի մարտավարությունը, ինքը մեկն է, բոլոր մարդկանց կախված դարձնել նյութից։ Եվ ինչի է դա պետք, որովհետև յուրաքանչյուր գովազդ տեն շատ ավելի լավն է լինում։ Որտեվ հիմա տեսեք, մենք շատ ենք խոսացել դրա մասին, երբ որ արդեն ապրանքը, ասենք ինչա բրենդը, չէ՞ ինքը ոչ որակ է, ոչ հարմարավետություն է, ոչ բան է, ինքը ընդամենը ստատուս է մարդու համար։ Ու ինչ են մարդիկ ձգտում այդ դրան, որովհետև աշխարհը իրանց ասում է դու լավ մարդ ես, եթե ունես, չգիտեմ, Gucci բան, Burberry եւ այլն, եթե դու սրանք ունես, դու լավն ես, դու լավ մարդ ես։ Այսինքն այս խնդիրը, այս սահմանն է, որ մարդը պետք է չանցնի, այսինքն ինքը չպետք է սկսի ապրել հանուն այդ նյութի, այլ այդ նյութը պետք է ծառայի իրան, ու դրա համար այդ նյութը կորցնելուց էլ մարդը չպետք է կորցնի իր կյանքը։ Չէ՞, գիտեք,
Եթե Google-եք, եթե չեմ սխալվում, 22 թվականի, 2022 թվականի, ես մի առիթով ուղղակի պատահել էր ինձ այդ ինֆորմացիան, ԱՄՆ-ում ինքնասպանությունների 62%-ը նյութական կորուստներից էր։ Հասկանում եք, մարդը մեքենա կորցրել, տուն կորցրել, բան եւ այլն, ու ինքնասպան է եղել։ Ինչի, որովհետեւ ամեն ինչը է դրա շուրջա պատտվում։ Սա անկալումը, այսինքն նյութը չար բան չի, հա, այսինքն ինքը իրանով չար չի, բայց երբ որ դու սկսում ես ծառայել այդ նյութին, դու դառնում ես դու տեղ փոխվում եք տեղերով։ Աստված աշխարհը ստեղծեց տիեզերքը մարդուն ծառայելու համար, ու մարդը չպիտի սկսի ինքը ծառայել նյութին կամ հանուն նյութի, այլ պիտի ապրել հանուն Աստծո։ Չգիտեմ, Ջան, 2 օր առաջ տանս չգիտեմ ինչ էր պատահել, պայթյուն ա եղել ու բավականին շատ մեծ վնասներ եմ ունեցել։ Հենց ես տուն մտա, ինձ զանգեցին հարևաններն, ասեցին արի տունդ պաժար ա անգնում։ Ես եկա, սենց մտա տուն ու սկսեցի ծիծաղել, այդ այն մայն սաղ մտածեցին երևի գիժ եմ ես, ասին ինչի ես ծիծաղում, ասի ես փառք եմ տալիս Աստծուն, ուրախանում եմ, կարայի ներսը լինեի, մահանայի, ինչ ա նշանակում նյութի համար պիտի դնեմ լացեմ, ջանդամը լինի, մի խայտառակ վիճակ ա, որ այդ պահին մտածեցի, ասում եմ Տեր հայրը որ չգար տնօրհնեք չաներ, ամբողջ տունը պետք է այրվեր, բայց փաստորեն մենակ բաղնիքին ա վնաս եղել, այդ պայթյունը եղել ա, ոնց որ սենց այդ պահին ջուրը պզացել ա, կրակը հանգցրել ա, ու ընդամենը ծուխ էր տունն ընկել, տենց տանը, ես ինչ վնաս չէր պատճառվել, բաղնիքն ա լավ վնասվել, մեկ էլ այնը պադեզդի դուռն ա լավ ջարդել տեղը տեղին, մի խոսքով ահագին, մի քանի $1000 վնաս եմ կրել հենց հիմա, բացարձակապես ոչ լացել եմ, ոչ նեղվել եմ, ոչ մի բան, 2 օրա փառաբանության աղոթք եմ անում, որ Տեր ջան, շնորհակալ եմ, որ ես տանը չէի։ Հիշում եք Տեր հայր, որ ինձ գրել էիք մի տեսակ տագնապ զգացի, հո բան չի եղել։ Ձեր գրած հաջորդ օրը այդ պայթյունը տանս եղավ։ Ու ինչի մասին ա խոսքը, ոնց կարելի ա նյութականի համար դարդանել, ինքնասպան լինել, կյանքից կարևոր բան կա այս կյանքում։ Էս էլ իմ փոքրիկ մի հատ վկայություն։ Հարկ Աստծո, որ քեզ բան չի եղել, Անի ջան։ Ձեր աղոթքներով, Տեր հայր ջան, ձեր աղոթքներով։ Արտաշ ջան, եթե հարցը բավարարված է, անցնենք Արմինեին, հետո Էմային։ Ասած շատ ընդհանուր էր, Ահա։ այսինքն 2 մասի բաժանվեց էլի, մեկը որ մարդիկ ծառայում են նյութին, մեկը որ նյութն է ծառայում մարդուն, բայց ինձ թվում է տենց հստակ բաժանում չկա, որ այ այս մարդկանց նյութն է ծառայում, այս մարդիկ միքս է, էլի, տենց մարդու գիտեք դուք անազգանունով, որ չի ծառայում նյութին։ Ես անձամբ չգիտեմ ճիշտն ասած։ Տենց մարդու չգիտեմ, ով իր կյանքում նյութի չի ծառայել, թեկուզ քրիստոնյա։ Ասեմ, Արտաշ ջան, իմ կարծիքով այս բոլոր մարդիկ, ստեղ 15 հոգիները, տենց մարդիկ են, որ չեն ծառայում նյութին, ու ինչա դա ենթադրում իրանից, դու էլ, ես էլ մտածում որ դու էլ չես ծառայում նյութին։ Գործի ժամանակ ինչ եմ, հաստատի աշխատում եմ, որ այդ աշխատած ժամանակը ինչ որ առումով նյութի համար եմ չի աշխատում։ Բարձրացնում եմ։ Չէ, նայ, լավ, ուրեմն իմ բառը լավ չէր, տես, ծառայությունը ինքը չի ենթադրում քո կարիքի բավարարում, ծառայությունը զուտ էլի, ծառայությունը ենթադրում է քո նպատակ, հա, այսինքն եթե դու աշխատում ես աշխատելու համար, փող ունես փող ունենալու համար, այո, դա արդեն մոլություն է, դա մեղք է։ Իսկ եթե դու քո օրինակ, սենց ասեմ, էլի, այդ կարիքը անպայման չի, էլի, սենց սուղ ծայրահեղ կարիքի մասին էլի։ Օրինակ ասենք, հիմա ես ունեմ երեխեք, հա, այդ երեխեքը բնականաբար պիտի սնվեն, պիտի հագնվեն,
հիմա երեխեքին հաստատ առողջությանը վնաս չի լինի, որ խաղալիք չունենան, բայց նաև խաղալիք ես առնում իրանց, ասենց ասեմ։ Այսինքն հոգեբանական, ֆիզիկական եւ այլն այդ կարիքների համար, բայց այ երբ որ դու ասես ու տենց շատ մարդ կան, այս օրինակ տենց մարդիկ շատ գիտեմ, որ օրինակ իրանք ուզում են փող ունենան զուտ փող ունենալու համար։ Հա ու մեր բաներում էլ հայելի վարույցներում էլ շատ կա, չէ՞, այդ բանը, որ մարդի օրինակ այս մի հատ կարճ բան է պատմեմ ու անցնենք Արմինեին, այս Արցախյան պատերազմի ժամանակ կար մի հատ մարդ, ով որ շատ փող ու ոսկիներ, սովորական մարդ ինքը, սովորական էլի, այդպես պաշտոնավոր բան եւ այլ մարդ չի։ Շատ փող ու ոսկիներ էր պահել իր բանում, այգում։ Հա, ու այդպես տարիների ընթացքում, էլի պատկերացրեք, տարիների ընթացքում ինքը այդպես անդադ պահել էր բան եւ այլն եւ այլն։ Ու հետո երբ որ արդեն Արցախը պիտի լքեին, բահը վերցրել էր, որ իր այդ պահած բաները գտներ ու տեսել էր, որ ոչ մի բան չկա այդտեղ, որովհետև իր հարևան է, այդ ամեն ինչը իմացել էր ու այդպես տարիների ընթացքում ինքը դրել էր, ինքը գնացել վերցրել էր։ Ինքը դրել, ինքը գնացել վերցրել էր։ Այդ ու արդեն երբ որ իրանք եկել էին Հայաստան, հետո Հայաստանից այդ երկու հարևաններն էլ Ռուսաստան էին գնացել, այն մի հարևանը իրան գումար էր տվել բավականին մեծ, ասել էր ես գիտես, ես միշտ վերցնում էի քեզնից, հիմա իմ բարեկամներ ունեմ բան ստեղ եւ այլն, ես վերցրու քեզ։ Այսինքն տեսեք, խնդիրը ստեղ որն է, որ երբ որ դու սենց ուզում ես զուտ այդ փողը ունենաս փող ունենալու համար, շորը ունենաս շորը ունենալու համար, կամ այն մարդիկ կան, չէ՞, մեքենաների կոլեկցիաներ ունեն, երբեք չեն քշում, բայց ուզում են դա ունենալու համար, ու աշխարհը հենց այդ է ռոպագանդում է, որ դու տենց լինես, դա ունենաս, դա բանն ես, որտեվ եթե դու դա չունես, դու լավը չես, ես չես, այն չես, այն չես։ Այս սրա մասին, այդ է մեղքը։ Բայց եթե հա դու ուզում ես ունենաս 3 կոշիկ կամ 4 կոշիկ կամ 5 կոշիկ, ու որովհետև, չգիտեմ, էշորիդ հետ են ասազում են, նրա հետ են ասազում են, նրա հետ են ասազում, բայց ամեն դեպքում, եթե դու դրանք չունես, մեկը դրանցից չունես, դու չես մտածում, որ վայ, ես կորա կամ վատ եմ կամ ես եմ կամ եմ, կամ հակառակը, եթե դու փող ունես, կոշիկն էլ տեսնում ես, դուրդ գալիս է, բայց ես վայ, եսի պահեմ, որպեսզի ես այսքան փողը անպայման ունենամ, ես էլի եկեք առանց ծայրահեղացնելու եմ ասում, էլի չեմ ասում, որ քո վերջի կոպեկն է։ Այս դեպքերի մասին է խոսքը։ Լսենք Արմինեին։ Տեր Հրաչյան, դուք ասացիք, որ Քրիստոս զոհվեց, որ մարդ ունենա հնարավորություն մնալ մարդ։ Մի քիչ, եթե ժամանակ ունեք, կարաք մի քիչ ավելին ասեք։ Մի քիչ բացեք այս փակագծերը։ Ուրեմն տեսեք, Քրիստոս խաչվեց, որպեսզի մարդը ոչ միայն մարդ մնա, այլև աստվածանա, աստված դառնա, հա, Աստծուն միանա։ Սա գալիս է Ծննդոցի 3-րդ գլխից, որտեղ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով ու նմանությամբ։ Մեղքը աղավաղում է մարդու մեջ Աստծո պատկերն ու նմանությունը։ Եվ այդ մեղքից քավելու համար մարդը պետք է մարդ չլինի։ Հա, այսինքն պետք է ինքը փոխվի, որ կարողանա այդ մեղքից դուրս գա։ Սենց ասեմ, հա, նույն կերպով, եթե պատկերացրեք, հիմա եթե մի հատ իր ունեք, հա, մի հատ կոպեկ ունեք, որը ընկնում է բետոնի մեջ, բետոնը մեղքն է, քարանում է այդ բետոնը, հետո դուք այդ կոպեկը հանելու համար ինքսես բետոնա կպած լինելու իրան։ Ու դուք չեք տենալու այդ կոպեկը, չեք հասկանալու ինքը ուր է, իր պատկերը, իր ձևը, իր ամեն ինչը կորում է դրա մեջ։ Այդ բետոնից պիտի մաքրվի ինքը, որպեսզի ինքը դառնա էլի այդ պատկերը վերականգնի։ Քրիստոս իր արյամբ մեզ հնարավորություն տվեց առանց մեռնելու, մեր մարմնի մեջ մնալով, առանց այլ բան դառնալու փրկվել եւ միանալ իրան։ Սա մենք մյուս մեր հանդիպմանը սրա մասին ավելի մանրամասն ենք էլի խոսելու,
արդեն մարդու մեղքի ու մեղքի ազդեցության, շնորհի ու շնորհի ազդեցության փրկության վրա։ Դրա համար այսքանով սահմանափակ ենք, մյուսին ավելի մանրամասն կխոսեմ։ Էմմա ջան, լսում եմ։ Բարի երեկո ձեզ, օրհնեցեք Տեր Հայր ջան։ Իմ հարցը ինձ թվում է ինձ էլ եք ասելու, որ մյուս դասին խոսենք, բայց ամեն դեպքում տամ։ Էլի ձեր խոսքի մեջ նշեցիք, որ փրկվելու համար մարդ պետք է ճանաչի Աստծուն։ Դա քայլերից մեկն էր։ Այդ ճանաչելը, որ խնդրեմ, մի փոքր sense ավելի ընդարձակ կասեք, ոնց ճանաչել։ Ինչ է դա ենթադրում։ Ուրեմն նախ եւ առաջ ճանաչել Աստծուն նշանակում է մարդու համար հասանելի կերպով ճանաչել ճշմարտությունը, հա? Այսինքն ոչ թե որ դու մտածես, որ այս է Աստված, այլ հասկանաս, թե Աստված ինքը իր մասին ինչ է ասում, հա? Ու դրա համար է եկեղեցին, դրա համար է Սուրբ Գիրքը, որպեսզի քո մտքերը ու քո անձնական պատկերացումները ու իրականությունը, հա, ճշմարտությունը իրար կարողանան զուգորդվեն ու դու հասկանաս, թե այստեղ Աստված էր, ում մասին ես մտածում եի, այստեղ, չգիտեմ, իմ ստեղծած մի հատ ուրքն էր, որովհետև հակառակ դեպքում մենք անդադ գնում ենք բազմաստվածության, անդադ ոչ թե այն Աստծուն ենք դավանում, որ մեզ համար խաչվեց, այլ մի կուրք, որը մենք ենք ստեղծել մեր համար։ Ու ինչքան ու մեր ձգտումը, եթե կուզեք մեր աղոթական կյանքը, մեր քրիստոնեական գիտելիքը նաև սրա մեջ է, բայց Աստծո ճանաչողությունը միայն մտքով չի լինում, ինչի մասին մենք խոսում էինք անցյալ մեր հանդիպմանը, այլ նաև մտքով, զգայարաններով եւ ամենակարևորը հոգով, Սուրբ Հոգով, հա? Այսինքն, երբ որ մենք ցանկություն ունենք մեր ամբողջ էությամբ Աստծուն ճանաչելու, այդ Սուրբ Հոգու ներգործության մեջ մենք սկսում ենք, Աստված սկսում է ինքը իրան հայտնել մեր համար։ Եվ սա խորհուրդ է ինքնին, որի մասին մենք խոսելու ենք մեր հաջորդ հանդիպմանը, ու ավելի մանրամասն, Էմմա ջան։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ժորժ ջան, եթե այլ հարցեր չկան, իրար ասենք բարի գիշեր, ձեր մոտ մանավանդ շատ ուշ է արդեն, ու հանդիպենք մյուս չորեքշաբթի օրը, էլի նույն ժամին, շատ շնորհակալ եմ ձեզ բոլորիդ լսելու, մասնակցելու ու ձեր հարցերի համար, եթե ընթացքում էլի հարցեր կունենաք, կարաք հաղորդագրությամբ գրել, որ դրանց առանձին կպատասխանեմ։ Եղավ, Աստված օրհնի։ Սա YouTube-ը կգցենք ու Facebook։ Շատ լավ, շատ լավ, շատ լավ։ Վերնագիր մի հատ ասեք, որ ձեր սրտով է։ Գրկաբանություն, գիծ, ներածություն։ Գիտեմ։ Գրկաբանություն, գիծ, ներածություն։ Okay, merci շատ։ Քեզ էլ Արտաշ ջան, մենակ խնդրեմ ինձ այդ հղումը ուղարկես, հա, այդ եղավ, շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն բոլորից եւ ձեզ այնց Տեր Հայր ջան։ Շնորհակալ։ Բարի գիշեր բոլորին, շնորհակալ։ Բարի գիշեր, օրհնված շաբաթ բոլորին։ Շնորհակալ ենք, բարի գիշեր։ Շնորհակալ ենք շատ։ Բարի գիշեր։